Իսրայելի համար սա գոյաբանական խնդիր է, բայց Իսրայելը այս խնդիրը լուծում է Ամերիկայի ձեռքերով, ամերիկյան զինվորների ձեռքերով եւ կյանքերով, քանի որ բացարձակ վերահսկողություն ունի Վաշինգտոնում։ Իհարկե Իսրայելի համար ընդունել ցախողում, ընդունել պարտություն դա մեծ խնդիր է, որոշ մարդիկ ենթադրում են, որ անգամ եթե այս անձը Նետանյահուն տեսնի, որ չի հաջողվում հաղթել, նա կարող է անգամ սպառնալ միջուկային հարված հասցնել, նա այդ գլխիկները ունի, մի քանի 100։ Ես կարծում եմ սա այդքան էլ հավանական չէ, որովհետև դա Իսրայելին կդարձնի ոնց են ասում pariah, այսինքն մի պետություն, որը օրենքից դուրս է, միջազգային հանրությունը, չնայած գիտեք, մյուս կողմից 70,000 պաղեստինցի կմեկուսացվի, այո, բայց մյուս կողմից 80,000 պաղեստինցի սպանեց, ոչ ոք իրան ոչ մի չի ասում։ Այսինքն միջազգային օրենք չկա, միջազգային հանրություն չկա։ Սա է այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք